Առանցի օծության կյանքը շատ դժվար է, անկարելի է, սիրելի քույր եղբայր, ես ու դու մատ գանձ ունենք, գաղտնիք ունենք, որ աշխարհը չունի դժբախտաբար, դրա համար աշխարհից լավ լուրեր չենք լսում։ Մենք իբրև Աստծո որդիներ, որ կանչված ենք Աստծո համար ապրենք, Աստծո խոսքը ժողովող 9:8-ի մեջ ինչ ասում։ Թող սպիտակ լինի ձեր հանդերձները եւ գլխիցդ յուղը չպակսի։ Ինչու, որտեվ եթե յուղ չելավ, ամեն ինչ կխառնվի։ Որտեվ Աստծո խոսքը դասեր ունի, որ մեզի սովորեցնում է, թե իմանանք, եթե ուզում ենք նվիրվելու, ընծայելու, սրանք ամենը կգա հենց այս յուղից։ Քանի այս յուղը չկա, պիտի ուժ տանք, զորով մի բան անենք, որ յուղում է Աստված մեզի, սկսում ամեն ինչը բխալ։ Բայց Աստված եկել է հենց քո համար, Աստված իր հոգին ուղարկել է քեզ համար այսօր, որովհետև քեզ պիտի այսօր օծի եւ օրհնության յուղը թափի քո վրա, որ դու դինես Աստծո ներկայության մեջ թագավոր եւ քահանա։